Ես դաշինքի հետ եմ, դաշինքի կազմում եմ, իրենք քայքայեցին բանակցային գործընթացը, փայլուն կերպով պարտվեցին, ես այնտեղ ոչ մի կեղծ բան չեմ ասել, ես ընդհակառակը իմ խոսքում փորձել եմ պաշտպանել բանակը։ Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, Եվրոմեդիայի տաղավարում զրուցելու ենք Ազգային ժողովի Հայաստան խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հետ, շնորհակալ եմ հրավերը մեր ընդունելու համար, պարոն Օհանյան։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ հրավերի համար։ Պարոն Օհանյան, զրույցը բնականաբար պետք է սկսենք ընտրություններին Հայաստան դաշինքի կազմում ձեր չընդգրկվելու, այսպես քննարկումներից, թեև այսպես պարզաբանումներ հնչել է, թե ճիշտ եմ հիշում, դուք ասել եք ձեր որոշումն է դա եղել։ Նախ ուզում էի հասկանալ, արդյոք դաշինքի ղեկավարի երկրորդ նախագահի հետ այդպես քննարկվել է թե չէ, ինչ արձագանք եք ստացել, ու մի այսպիսի հարց, ընտրությունների նախաշեմին, այսպես ասած, նման որոշում հատկապես, որ դուք պաշտոն եք զբաղեցրել ֆրակցիայի ղեկավար, արդյոք ինչ որտեղ նաև այսպես հարվածից տակ չի դնում խմբակցությունը, այն առումով, որ օրինակ այսօր տեսնում ենք, որ իշխանության ներկայացուցիչներն էլ ասում են, տեսեք, անգամ երկրորդ նախագահի իր թիմը չի կարողանում պահել, տարբեր անդամներ դուրս են գալիս, հիմա ինչպես են ուզում ընտրություններ մասնակցել։ Այսինքն որոշակի առումով սա առիթ է տալիս, քննարկումների, հիմա չեք կարծում, որ ինչ որտեղ հարվածի տակ է դրվել։ Մի քանի անգամ ես մեկնաբանել եմ, եւս մեկ անգամ մեր հանրության համար ես այսօր կարտահայտեմ իմ միտքը, իմ ցանկությունն է եղել, միանշանակ նաեւ ես քննարկել եմ Հայաստան դաշինքի ղեկավար, Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, եւ ես գտնում եմ, որ քանի որ դաշինքը որոշակի նաեւ թարմացված է լինելու այս ընտրությունների ժամանակ, մենք փորձել ենք փորձը եւ երիտասարդությունը համադրել, հմտությունն ու երիտասարդ ավյունը համադրել, բայց ես դաշինքի հետ եմ, դաշինքի կազմում եմ եւ դաշինքի հետ միասին նաեւ մասնակցելու եմ նախընտրական ամբողջ գործընթացին եւ նաեւ հետընտրական գործընթացների բոլոր միջոցառումների ժամանակ դաշինքի հետ եմ լինելու Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ։ Ինչպիսին է նրա արձագանքը եղել, օրինակ, երբ որ ասել եք, ես ուզում եմ դուրս գալ թիմից, ինչպես է արձագանքը։ Մենք պայմանավորվեցինք, մենք քննարկել ենք, պայմանավորվել ենք եւ ես չեմ ուզում խորանալ, որովհետեւ իմ որոշումն է եղել եւ նաեւ համաձայնեցված է եղել դաշինքի ղեկավարի հետ, ասեմ, որ այս նախընտրական ժամանակահատվածում եւ Ռոբերտ Քոչարյանի եւ Հայ հեղափոխական դաշնակցության Իշխան Սաղաթելյանի եւ նոր առաջ կուսակցության Սևակ Խաչատրյանի հետ բավականին համադրված փոխհասկացության, փոխադարձ հարգանքի մթնոլորտում մենք մեր աշխատանքը իրականացնում ենք եւ շարունակելու ենք։ Քանի որ խոսեցիք մյուս թիմի անդամներից, մեկ հարց նույն անցնենք մյուսներին։ Պարոն Օհանյան, շատ են օրինակ ֆիքսում, թե լրատվամիջոցները, հատկապես այսպես իշխանական, թե իշխանության ներկայացուցիչները ինչ են ասում, ելնելով Հայաստան դաշինքի այդպես նախընտրական տեսահոլովակներից, ինչ են ասում են, որ հիմնականում ամբողջ քարոզարշավը բացառապես կառուցված է երկրորդ նախագահի, այսինքն թե կադրերում, թե միայն նա է երևում, ու անգամ են հիմնական դերակատարները նույն ձեր նշած Իշխան Սաղաթելյանը, Սևակ Խաչատրյանը, այսպես երկրորդ պլանում կարծես լինեն։ Ինչ կասեք։ Չեմ կարծում, թե երկրորդ պլանում են մնացած բոլոր դերակատարները, միանշանակ հասկանալի է, որ դաշինքի ղեկավարը Ռոբերտ Քոչարյանն է եւ ինքը իր փորձով, իր անցած ճանապարհով մեծ դերակատարություն ունի, բայց դաշինքի կազմում եւ նաեւ նոր կազմում մշտապես տեղ է տրվել բոլորին եւ կուսակցության եւ քաղաքական ուժերի ղեկավարներին եւ կուսակցության անդամներին եւ նաեւ երիտասարդներին եւ կարծում եմ որ այս նախընտրական ժամանակահատվածում, քանի որ քարոզարշավը դեռ չի սկսվել, բայց յուրաքանչյուրը իր խոսքը ասում է, եթե նկատել եք բոլոր հանդիպումների ժամանակ, ոչ միայն հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, այլ նաև բոլոր մասնակիցները իրենց խոսքը ասում են, շփվում են ժողովրդի հետ, շփվում են մեր հայրենակիցների հետ եւ կարծում եմ, որ այդ հանդիպումները, այդ շփումները ոգևորում են ոչ միայն ժողովրդին, ոգևորում են նաև մեզ, ոգևորում են նաև մեր թիմի անդամներին, որովհետեւ փոխլրացնում է մեր բոլոր այն տեսակետները, որ մենք ունենք մեր հետագա ծրագրերում
մեր գործունեությունը իրականացնելու համար։ Պարոն Օհանյան, նայեք այդ հանդիպումների հետ կապված ինչ ասում Նիկոլ Փաշինյանը, ասում է տարբերություն ընդդիմության, ովքեր որ այսպես գնում են հանդիպումների, բայց հրապարակում են այսպես մոնտաժված կադրեր, այն նրանք, որոնք իրենց ասենք ձեռնտու է, մենք ի տարբերություն նրանց անկեղծ ենք, թափանցիկ ու հենց ամբողջ մեր հանդիպումները իրականացնում ենք ուղիղ եթերում, իսկ ձեզ ասում են, որ միայն այսպես ձեր ընտրողաբար եք մոնտաժված կադրեր եք հրապարակում։ Ես համաձայն չեմ Նիկոլ Փաշինյանի հետ եւ կարծում եմ, որ մեր գործունեությունը հրապարակային է եւ ժողովուրդը տեսնում է եւ մեր գործունեությունը ոչ միայն հիմա է եւ մենք մշտական հանդիպումներ, մշտական քննարկումներ մեր ժողովրդի հասարակության, մեր համակիրների հետ մենք ունեցել ենք։ Պարոն Օհանյան, մի հարց էսպիսի, որ մի քիչ ավելի անկեղծ խոսենք, ամեն դեպքում երկրորդ նախագահի հետ կապված հանրության մի մասի մոտ, անգամ կարող ենք ասել մեծ զանգվածի մոտ, այսպես բացասական ընկալում կա նրա հայտարարությունների, նրա կերպարի հետ կապված, չեմ ասում լավ կամ վատ է դա, բայց ամեն դեպքում այդ ընկալումը կա, հա թե մարտի 1-ի թե այլ իրադարձությունների հետ կապված։ Հիմա արդյոք այս ամենը հանրության տրամադրությունները հաշվի առնելով, այլ տեխնացու ձեր թիմին չեք քննարկել ու ասել, օրինակ, թող մեր նախընտրական ցուցակը այս անձը գլխավորի Ռոբերտ Քոչարյանի փոխարեն։ Տեսեք, նախընտրական ամբողջ ցուցակը կազմվել է Դաշինքի ղեկավարի եւ քաղաքական ուժերի Իշխան Սաղաթելյանի եւ նաեւ Սևակ Խաչատրյանի մասնակցությամբ իրենք են որոշել իրենց քաղաքական այսպես ուժերի ներսում այդ դասավորվածությունը ինչպիսին պետք է լինի, բայց ակնհայտ է, չէ, որ այսօրվա քաղաքական դաշտում առավել քան Ռոբերտ Քոչարյանը իր փորձառության, իր անցած ճանապարհի եւ կառավարման Այստեղ փորձառությունը չի արծիչ կան հանրային ընկալումները, ասոցիացիաները երկրորդ նախագահի կապված։ Երկրորդ նախագահ նայած թե ով ինչպես է մեկնաբանում, ես կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, երբ որ ինքը եղել է Արցախի Հանրապետության առաջին նախագահ, մենք ունեցել ենք հաջողություններ, ունեցել ենք հաղթանակներ, այնուհետև ինքը իր գործունեությունը շարունակել է Հայաստանի Հանրապետությունում եւ նրա ղեկավարման տարիներին ոչ միայն ամրապնդվել է կառավարման համակարգը, անվտանգությունը, տնտեսությունը, սոցիալական գործունեությունը, այլ նաեւ ամրապնդվել է մեր դիրքը արտաքին քաղաքականության մեջ եւ հատկապես Արցախի հետ կապված բանակցային գործընթացում եւ նրա ղեկավարման տարիներին ամրապնդվել է Արցախի ինքնորոշման գաղափարը եւ կարողացել ենք հասնել նրան, որը ինքնորոշման գաղափարի հիման վրա է, որ բանակցային գործընթացը շարունակական ընթացք է տվել։ Ես այդ ժամանակ եղել եմ օրինակ անվտանգային համակարգի անդամ, ղեկավարել եմ որոշակի կառույցներ եւ որքան որ անվտանգության համակարգը ամուր է եղել, նրանք հանրապետության նախագահը ինքը ավելի իրեն ամուր եւ վստահ է զգացել նաեւ բանակցային գործընթացի ընթացքում։ Երկիրը ներկայացնելու համար փորձառու անձնավորություն է պետք եւ մենք գտնում ենք, որ մեր դաշինքի ամենափորձառու մարդը ոչ միայն դաշինքի փորձառուն է, այլ Հայաստանի Հանրապետության փորձառու անձնավորություններից մեկն է։ Պարոն Օհանյան, այսինքն ձեր ասածից ստացվում է, որ նախընտրական ցուցակը դաշինքի 3 անձ է, հա, այսպես ձևավորը, ինչպես դուք նշեցիք, ու ի սկզբանե որոշվել է, որ երկրորդ նախագահն է ղեկավարելու։ Այս երկուսը այսպես չի քննարկման չի ենթարկվել։ Այդ ցուցակը կազմում են, եթե դաշինքի կազմում է, կազմում են դաշինքի մասնակից քաղաքական ուժերի ղեկավարները։ Ես գտնում եմ, որ բավականին փոխադարձ վստահության, փոխադարձ հասկացության մթնոլորտում է կազմվել դաշինքի ցուցակը եւ ակնհայտ է, որ դաշինքի առաջին համարը պետք է լիներ մեր դաշինքի ղեկավար։ Ինչու եք այդպես ասում, պարոն Օհանյան, ստացվում է այլ այսպես անց չէր կարող, որ ավելի այսպես վարկանիշով անց չկար, որ ղեկավարը ձեզ այդպես մի տեսակ ստվեր չի գցում ես անձանց։ Հիմա դուք փորձում եք խորանալ դրա մեջ, ես գտնում եմ, որ յուրաքանչյուր անձնավորություն իր հնարավորությունների, իր ունակությունների, իր արժանինքների շրջանակներում իր տեղը զբաղեցրել է
դաշինքի ցուցակում դրանում չպետք է ոչ մի բան տեսնել, կարծում եմ որ մեր դաշինքի կազմում կան։ Չէ, ոչ մի չենք տեսնում, ողոքի հանրության այսպես մի քանի հետաքրքրող հարցեր փորձում ենք ձեզանից ստանալ։ Դե ես պատասխանն ասեցի, դրա պետք չի այլ ուղղությամբ արդեն տանել։ Պարոն Օհանյան, ինչու են այսօր շատ քաղաքական ուժեր, այսպես նոր ուժեր, ովքեր մասնակցում են ընտրությունների, ինչ են ասում են ամենք ԿՊ-ի հետ բացառում ենք համագործակցությունը, բայց հետո շարունակում են, ասում են անգամ են ընդդիմադիր հիմնական դերակատարները խոսքը ուժեղ Հայաստանի ու Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ուժերի մասին ասում են, բայց մենք նաև համագործակցությունը չենք պատկերացնում Հայաստան դաշինքի հետ։ Ինչու՞ ցես որն է պատճառը, որ այդ խոսակցության եզրերը չի ստացվում։ Նախընտրական այս ժամանակահատվածում կարծում եմ, որ ուժերի դասավորվածությունը երկու ճակատում է։ Մի ճակատում գտնվում է իշխանությունները, որի օրոք մենք հասել ենք այսպիսի ողբերգական եւ ճգնաժամային իրավիճակի, մյուս ճակատում մի քանի դաշինքներ են եւ քաղաքական ուժեր են, որոնք որ ներկայացնում են ընդդիմադիր ամբողջ դաշտը եւ յուրաքանչյուրը իր գործունեությունն իրականացնում է իր ծրագրերի շրջանակներում, բայց կարծում եմ, որ քաղաքական ղեկավարների շրջանակում որոշակի նաև քննարկումներ կա, որոշակի կարծում եմ, որ պայմանավորվածություններ պետք է լինի, առաջին հերթին նրա, որ ոչ մեկը չմիանա իհարկե Նիկոլին, դա ակնհայտ է, ոչ մեկը չեն միանալու, բայց ընդդիմադիր դաշտում ընդհանուր առմամբ մեծ քվեներ ստանալու դեպքում ես գտնում եմ, որ Հայաստանի Հանրապետության այսօրվա կառավարման համակարգում, երբ որ խորհրդարանային կառավարում է իրականացում, կոալիցիոն կառավարումը այլընտրանք չունի եւ ընդդիմադիր դաշտը, ընդդիմադիր դերակատարները ընտրություններից հետո պետք է միավորվեն, որպեսզի թույլ չտան այսօրվա իշխանությունների Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ վերարտադրությունը։ Հիմա եթե այլ տեխնացու ընդդիմադիր ավելի շատ ձայն հավաքի, նրա հետ պատրաստ եք այսպես միանալ ու ձեր տեխնացուն ասել, որ հաննա։ Ես կարծում եմ, որ ընդդիմադիր դաշտում պայմանավորվածությունները պետք է լինեն կամ կան միգուցե, այնպես որ ով ավելի ձայն հավաքի, նա էլ պետք է ստանձնի ընդդիմադիր դաշտի եւ իշխանության կառավարումը։ Հայաստան խմբակցության եւ Հայաստան դաշինքի անդամները, ղեկավարները բոլորը միշտ էլ ասել են եւ պատրաստ են միանալ, պատրաստ են աջակցել այն ուժին, ով ավելի շատ ձայներ կհավաքի։ Պարոն Օհանյան, այսօր ինչ են ընդդիմադիր, խորհրդանական ընդդիմությանը հանրությունը ինչ է ասում է, որ մենք 21 թվականին ձայն տվեցինք Հայաստան դաշինքին եւ պատիվ ունեմին, որպեսզի գնան եւ իշխանությանը Նիկոլ Փաշինյանին հեռացնեն, իշխանափոխություն իրականացնեն, բայց տարբեր մեթոդներով չստացվեց հեռացնել։ Հիմա ասում են ինչու նորից պետք է նրանց ձայն տանք, եթե մի անգամ, այսպես ասած, հուսախաբ են արել ու սպասումները չեն իրականացրել։ Սրան վերաբերյալ ինչ կասեք։ Տեսեք, հիմա եթե մյուս կողմից նայենք, ժողովուրդը մեր հանրությունը ձայն է տվել նաև Նիկոլ Փաշինյանին, ակնկալելով այն ծրագրային դրույթները, որ իրենք ունեցել են իրենք ծրագրերում, դա Արցախի անվտանգության երաշխավոր լինելն է, Արցախի ժողովրդի բռնագաղթեցումը Արցախից կանխելն է, իսկ իր ղեկավարության ժամանակ մենք հասել ենք նրան, որ այսինքն իշխանությունները հասել են նրան, որ Արցախը հայաթափվել է, Արցախի անվտանգության երաշխավորը լինելով իրենք ընդունել են կրավորական կեցված, դեռ ավելին ադրբեջանցիները իրենց առաջ խաղացման ճանապարհին զավթել են Հայաստանի Հանրապետությունից շուրջ 240 քառակուսի կիլոմետր տարած եւ դա է պատճառը, որ իրենք Հայաստանի Հանրապետության իշխանությունների նկատմամբ պարտադրանքի ճնշումների մեթոդով են աշխատում։ Ինչ վերաբերում է մեզ, ես գտնում եմ, որ մենք մեր աշխատանքը իրականացրել ենք բավարար, ես դրական եմ գնահատում, ի տարբերություն նրա, որ ասենք ԿՊԱ-ականները իրենց աշխատանքը այս տարիների ընթացքում գնահատում են փայլուն կերպով, չգիտեմ, իրենք քայքայեցին բանակցային ողջ գործընթացը, փայլուն կերպով պարտվեցին եւ մեր դիրքերը փայլեցրեցին եւ տվեցին ադրբեջանցիների։ Որքան որ մեզ մոտ ստացվել է աշխատանք իրականացնել ազգային ժողովում եւ ազգային ժողովից դուրս
հիմքում ընդունելով անվտանգությունը Արցախը, այնքան էլ մենք կարողացել ենք մեր գործունեությունը ծավալել։ Իրավիճակը այնպիսին է, հենց ժողովուրդը ինքը պետք է գիտակցի, որ ազգային ժողովում ուժերի այսպիսի դասավորվածությունը անթույլատրելի է, երբ որ մեկ ուժը դրա համար ձեզ անդադ ասում են մանդատը դրեք, հանրությունը ասում է մանդատը դրեք, թող ազգային ժողովում այլ պրոցեսներ լինեն, հանրային տրամադրություն կենտրոնացվի։ Մանդատը դնելը ոչ մի բան չէր տալու, կարճ ասեմ, որովհետև դրա մասին բավականին երկար մենք խոսել ենք եւ հանրության ներկայացրել ենք, խոսքը իրականությունը ցույց է տալիս, որ եթե մենք նույնիսկ մանդատը դնեինք, ԿՊԱ-ական մեծամասնությունը չէր հրաժարվելու իր գործունեությունից եւ իրենք շարունակելու էին։ Բայց այլ պրոցեսներ չէ՞ շարունակելու էին ազգային ժողովում իրենց աշխատանքը։ Իսկ մանդատներ ունենալը հենց այ հիմա նախընտրական ժամանակահատվածում եւ նաեւ ընտրությունների ժամանակ մենք հնարավորություն ունենք հանձնաժողովներում համապատասխան վերահսկողություն իրականացնելու ընտրական գործընթացները։ Հանձնաժողովի նիստերին ընդդիմադիրները Ինչ? Ընդդիմադիրները չեն մասնակցում։ Ես նկատի ունեմ ընտրատեղամասերում հանձնաժողովների վերահսկողության մասին։ Պարոն Օհանյան, մյուս հարցը նաև Հայաստան խմբակցությունից այլ անդամներ կան, ովքեր նրանք ոչ թե դուրս են եկել, այլ տարբեր խմբեր են գնացել, տարբեր թիմեր հիմա մի մասը օրինակ Գագիկ Ծառուկյանի ցուցակով են մասնակցել։ Ինչու, ինչն էր պատճառը, որ չկարողացավ այդ թիմը պահպանել, հա, այդ ամրությունը։ Տեսեք, մենք մեր թիմը պահպանել ենք, ես խմբակցության ղեկավար եմ եղել եւ մենք խմբակցությունից 29 հոգուց ունեցել ենք ընդամենը մեկ կորուստ, դա Գեգամ Նազարյանն է, մնացածը, ասենք, աշխատանքի փոփոխությունների արդյունքում 28 պատգամավորական տեղ մենք ազգային ժողովում ունեցել ենք։ Ես կարծում եմ, որ տարբեր ուժերի կազմում մասնակցություն ունենալը դուք հնարավորություն կունենաք այդ պատգամավորներից, նախկին պատգամավորներից հարցնել, բայց այդ ամենը կապված է իրենց մասնագիտական գործունեություն եւ նախկին նաեւ համատեղ ազգային ժողովի գործունեության պայմաններից։ Թիմում այս հարցերը քննարկվել են, որ այդ փոփոխությունները նախապես տեղեկացվել են, թե օրինակ այդպես հայտարարությունների միջոցով եք իմացել։ Այս անդամների փոփոխությունները նկատի ունեն։ Տեսեք, հիմա թիմում ովքեր որ ինչ պատգամավորներ ունեցել են այդպիսի նպատակներ, նրանք իհարկե տեղեկացրել են, որոշակի քննարկում եղել է եւ մենք չենք խոչընդոտել, սա խոսում է նաեւ նրա մասին, որ ներ կուսակցական, ներ թիմային, ներ խմբային այլակարգությունը եւ նաեւ ազատ քննարկումների մշակույթը մեր ֆրակցիայում գոյություն ունի։ Կարծում եմ, որ այսօր ընդդիմադիր դաշտում գոյություն ունեցող ուժերի ղեկավարները իմ համար դրանք բոլորը ընդունելի ղեկավարներ են եւ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ եւ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ եւ կարծում եմ, որ հետընտրական ժամանակահատվածում այդ պայմանավորվածությունները անպայման պետք է լինեն, որպեսզի այսօրվա իշխանության վերարտադրությունը թույլ չտա։ Բայց դատելով այդ հիմնական դերակատարների հայտարարություններից դեռ որևէ որպես այդպիսի պայմանավորվածություն կարծես չկա վերջնական։ Դե հիմա այդ քաղաքական ուժերի ղեկավարներից պետք է տեսնել, կապրենք կտեսնենք։ Ես գտնում եմ, որ ընդդիմադիր դաշտում հաղթանակներ ունենալու համար այսօր ոչ միայն հետագայում վերամիավորվելու, այլ նաև լուրջ մանրակրկիտ աշխատանք պետք է տարվի, որպեսզի մեր հայրենակիցները գնան եւ իրենց քաղաքացիական պարտք կտան ընտրությունների ժամանակ։ Որքան որ շատ լինի, մեծ լինի մասնակցությունը մեր հայրենակիցների, մեր ժողովրդի, այնքան հավանականությունը մեծ է, որ պարտության բերած իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ չի վերարտադրվի։ Պարոն Օհանյան, ձեր հայտարարությունը Շուշիի վերաբերյալ մեծ արձագանք ստացավ, քննարկվեց, թե եթե չեմ սխալվում, իշխանության կողմից այդպես որպես այդպեսին արձագանք չի եղել, հա։ Այս Շուշիի հարցը, Շուշիի անկումը մնում է այսպես պատերազմի ամենայն մութ անկյունը, հա։ Ի վերջո մարդիկ չիմացան, դուք երկար ժամանակ հենց այնտեղ եք Շուշիում եք եղել այդ գործողությունների ընթացքում։ Հանրությունը այս հարցերի պատասխանը չստացավ, ինչպես
եւ երբ ընկավ Շուշին։ Հիմա այլ այսքան տարի անց մի հատ կարճ ուզում եմ այսպես ներկայացնենք, դուք որպես այնտեղ երկար եղած անց ինչ կատարվեց ի վերջո այնտեղ։ Եթե խոսքը գնում է ազգային ժողովի ամբիոնից իմ ելույթին, ապա դա չէր վերաբերում Շուշիին, դա վերաբերում էր նրան, որ եթե Նիկոլ Փաշինյանը այսօր մանիպուլյացիոն կերպով փորձում է ամեն ինչ բարթել բանակի վրա եւ նաեւ նա գեներալներին անվանում է փախած գեներալներ, ես ասացի, որ ամբողջ նահանջը հակառակորդի ադրբեջանցիները շրջանցել եկել հասել Շուշի բերդեր ու սահմաններ, այդպես եք ասել։ Հիմա կարող եք դուք խոսել, ես արդեն լռեմ, եթե դուք ասում եք։ Այսինքն ամբողջ նահանջը Ադրբեջանի մխրճումից հետո, առաջի գիծը ճեղքումից հետո իրականացվել է այն ուղղությամբ, որի պատասխանատվությունը Հայաստանի Հանրապետության իշխանություններն են։ Շատ բան ես կարող եմ ասել, ինքը չփորձի այդ ամենը գցել ուրիշի վրա, միայն բանակի վրա։ Իսկ ինչ վերաբերում է Շուշիին, հենց Շուշիի անկումը պետք է տեսնել 44-օրյա պատերազմի ամբողջ բնույթի շրջանակներում։ Միայն մեկ ճանապարհով, որի պատասխանատվությունը խորքում հենց Հայաստանի Հանրապետության իշխանություններինն է, ճանապարհով եկել հասել են Շուշի եւ Հայաստանի Հանրապետության իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ իրենց մոտ կամք, գիտելիք եւ չգիտեմ, հետեւողականություն չեն գտել վերախմբավորում իրականացնեն, բանակը համալրեն եւ տանեն այդ ճանապարհը փակեն, որով հակառակորդը ինքն է զարմացել, թե ինչպես այդքան կարճ ժամանակահատվածում եւ նաեւ մեկ ուղղությամբ իրենք եկել հասել են Շուշի։ Ես ավելին ավելացնեմ։ Իրենք կարողացել են ավելի արագ գան բարձրանալ Հայաստանի Հանրապետության ռազմավարական կետեր, բարձունքներ, ճանապարհ եւ այլն, քան ասենք Հայաստանի Հանրապետության իշխանությունները պետք է իրենց արժևում ունենալով բնակեցված բնակավայրեր բարձրանային եւ զբաղեցնեին այն սահմանները, որոնք որ այսօր հակառակորդը օգտագործում է Հայաստանի Հանրապետության վրա այսպես պարտադրումներ, ճնշումներ իրականացնելու համար։ Այդ process-ը, չգիտեմ, կհիշեք թե չէ, մոտավոր ինչքան տևել, ասում եք, շատ արագ հասել են Շուշիի մատույցներ, առանց ինչ-որ խոչընդոտների, այդպես մոտավոր միտքը դա էր։ Չգիտեմ, կհիշեք թե չէ, մոտավոր այդ process-ը ամբողջ ինչքան է տևել, որ արագ ասում եք հասել են։ Այդ process-ը տևել է 44 օրվա ընթացքում եւ հակառակորդի առաջի գիծը հակառակորդի մխրճումից հետո հոկտեմբերի սկզբներից իրենք կարողացել են գալ եւ իրականացնել իրենց խնդիրը։ Այդ process-ը տևել է շուրջ, ասենք 20-25 օր։ Նրան հետևեց Օնիկ Գասպարյանի հայտարարություն, ասում էր եկեք փագնիստ գումարենք հիմնական դերակատարների մասնակցությամբ ու քննարկենք։ Ինչու հենց հիմա ու հիմա ինչ կա քննարկել ընտրությունների նախաշեմին այս հարցը կրկին օրակարգ։ Իմ ելույթը պետք չէ կապել Օնիկ Գասպարյանի խոսքի հետ, որովհետեւ Օնիկ Գասպարյանը խոսում էր իր մասին կեղծ տեղեկատվություն տարածելուն, ես այնտեղ ոչ մի կեղծ բան չեմ ասել, ես ընդհակառակը իմ խոսքում փորձել եմ պաշտպանել բանակը, մի կառույց, որի վրա Նիկոլ Փաշինյանը փորձում է ամբողջությամբ բարթել այն մեղքը, այն սխալները, այն թերությունները, որի պատճառով, ասենք, մենք ունեցել ենք պարտություններ։ Իսկ մնացածը կարելի է Օնիկ Գասպարյանից հարցնել եւ վերջո այստեղ նաեւ իշխանությունները պետք է պատասխանեն։ Այդ դեպքում 44 օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող հանձնաժողովը ինչով է զբաղվել, ինչու իրենք չեն մեր հանրությանը տեղեկացնում։ Դե փակ ռեժիմում է զեկույցը։ Տեսեք, հանձնաժողովի գործունեության մասին իրենք պետք է տեղեկացնեն մեր հանրությանը եւ ինչ է բաց մնացել, որ Օնիկ Գասպարյանը չի ասել, այդ հարցերը բոլորը պետք է տալ իրենց ցանկացած իրողության մասին, որոնք իրենց մեջ պարունակում են փաղ գաղտնի տեղեկություններ, այնուամենայնիվ իշխանությունները կամ գործընթացը իրականացնող մարմինները պարտավոր են հանրությանը տեղեկացնել այն մասը, որը որ գաղտնիություն չի պարունակում, ինչի համար իրականությանը տեղյակ լինելու եւ փարատելու այն մտավախությունները, այն մտահոգությունները, որոնք որ վերաբերում են ապագային։
Շնորհակալ եմ ձեզ, պարոն Օհանյան, զրույցի համար։ Շնորհակալություն ձեզ։ Հարգելի դիտողներ, հիշեցնեմ, որ մեր տաղավարում զրուցում ենք Հայաստան խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հետ։ Շնորհակալ եմ զրույցին հետևելու համար, կհանդիպենք։